Իսկ ձեզ դուր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊԱ-ականները պարում են։ Այ կարա թմբուկը նվագա, կարա ես ինչ լանա։ Բա ինչով զբաղեցնա։ Իրա գործով մարդը չի զբաղվում։ Տնտեսության չի զբաղվում, ոչ բանով չի զբաղվում, ինքը որպես վարշապետ չկա։ Պետք է թմբուկ նկարը նվագա, սրտի կուղարկա, անձը քեզ էլ զբաղեցնա, որ խոսալու թեմա ունենաս, գազնդի հարցած։ Բա։ Դե դա արդեն դերասանական բանը չէ, լավ չեմ վերաբերում դրան։ Չէ, вообще դուր չի գալիս։ Բա դա նախարարն էր բարի, մեզ է դեռ չի հասնում, որ մենք բարեք։ Մենք կարակ ես տակ, ես դու կարակ ես տակ բարեք։ Չէ, մեզ չեն թողի։ Երկրում շատ խնդիրներ կա, շատ բան կա, շատ հարցեր կա։ Այսօր կարելի է մինակ Երևանով չի, մի հատ գյուղերն էլ ֆռա, մի հատ շրջաններն էլ ֆռա։ Գյուղեր կա, որ ինքը չգիտի որտեղ ինչ գյուղ կա։ Ու չել կարա իմանա թե գյուղ կա, թե չկա։ Դա իմ դուրը հեշ ոչ մի բան չի գալիս, հեծանիվ քշելը, թմբուկ խփելը, էլ ղեկավար է։ Գնացել արտասահման ճամպեկը փաթել տալիս հեծանիվ է քշում, ասենք էդի բա լավ է, ասենք էլ ուժ բան չունի իր անելու։ Հիմա էլ զպտում է թուրք իր մտածած աֆյորությունն է, մտածում ինչ անի մեր գլուխը ինչ բերի ինքը ծիծաղում է, ինչ ասես դրան։ Եթե մուզիկանտ է, թա մուզիկանտ աշխատի իր գործին։ Մուզիկանտը իր գործով պիտի զբաղվի, ոչ թե գա երկիր ղեկավարի։ Այսինքն մուզիկան չի, սովորող է, ուչենիկ է։ Մեր երկիրը այնքան հարցեր ունա, այնքան բաներ ունա լուծելու, որ նման հարցերի մեջ երբեք ինքը չի զբաղվի ու չի զբաղվի։ Ինքը մտածում է բիզնեսի մի տեսակ առաջվա սպեկուլյացիա է, մի դարձրա բիզնես, դրանով է ինքը զբաղված, հողեր ծախի, զենք ծախի, ով որ ճիշտ է ասած, ճիշտ խոսացողին տանա ԱԱՑ-ի պատվալը, պահա նման բաներ։ Արդարությունից ինքը հեռու մարդ է։ Կգա ժամանակը ժողովուրդը կտեսնեն, ամեն մեկ արդեն մենակ իմ ասելը իմ համար է, ոչ մեկին էդի բան չի, ամեն մեկը թող մտածա, եթե ունա երկուսի մեջ տեղը գլխով մտածա, ուրեմն թող իր գլխով մտածա ընտրությունն էլ անա մարդը։ Ես այնց լավ եմ նվագում։ Դուր չի գալիս նրա համար, որ դուք լավ եք նվագում, երաշտական ճաշակցությունը, թե էլի երկիր։ Ես ընդհանրապես չեմ նվագում, բայց դա նվագելու բան չի։ Երկիր ղեկավարը թմբուկ չի նվագում, երկիր կառավարի։ Իրականում դա բան չէր, թմբուկ նվագելու process չէր։ Իրականում ինքը ուզում էր ցույց տալ, որ նայեք, ես երիտասարդության հետ կարամ սենց շփվեմ, անմիջական մի հատ էլ թմբուկ նվագեմ, որ իրանք երիտասարդների համար, բայց այդ միջոցառումը սաղսել տեսանք ինչ էր ներսում կատարվում։ Տուրիստներ երիտասարդի կերպարով կներեք 1000 անգամ, բայց ես on-line որ հետևում էի, ճիշտ ասած մի բան նայել եմ հասկանալու համար ովքեր են մասնակցում 55-60 տարեկան մարդիկ, ՔՊ-ի իր թիմը, լիքը մարդիկ էլ իրանց թիմից կային, որ չեն գնացել, երևի իրանց էլ հաճելի չէր այդ process-ը։ Դե պարում էր ՔՊ-ի իր թիմը։ Երկրի ղեկավարը թմբուկ նվագելու համար չի կարծում եմ, այս շրջանում ժամանակատվածում, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հարյուրավոր կիլոմետրեր զատված է թշնամու կողմից, ավելի լուրջ գործ չկա զբաղվելու։ Երբ որ տնտեսությունը կռախի առաջակայինած կներեք ոտարալեզու բառ օգտագործելու համար։ Կարծում եմ ավելի կարևոր գործեր կա, որ երկրի ղեկավարը պիտի զբաղվի այդ գործերով։ Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անելը։ Այնի սրտիկ ինձ չի ուղարկում, այնի ուղարկում է իր ՔՊԱ-ականներին։ Իսկ երկրի ղեկավարի համար նորմալ քայլ է սրտիկը։ Երկրի ղեկավարի համար, երկրի ղեկավարին ես չեմ ճանաչում, շատ էլ ՔՊ-ն նշանակեց իրան նայողները չեն ասել ղեկավարը պետք է լինի ղեկավարը պետք է լինի արդար դատող, ճիշտ դատող։ Ղեկավարը մենակ իր համար չի մտածում։ Ցենիկություն ամեն ինչի։ Դե ես չգիտեմ ինչի ախնդին է, բայց նորմալ չեմ համարում։ Մարդի խոսքն ու գործը չի բռնում իրար։ Եթե մի մարդ ասում է ասենց, բայց գործում է անենց, իրականությունն էդի է, ուժի, ահաբեկության, խոսացողն էլ ճիշտ խոսացողն էլ տեղ չունի։
ելք են գտնում, որ լրացնեն։ Թե ինչ ձևով իրան գիտեն իդի, իրանց մաֆիան գիտի։ Դա երբ ղեկավարը որ նորմալ քայլ է սրտիկ ուղարկելը։ Ոչ մի բան էլ նորմալ ես չեմ գտնում։ Ես չեմ կարծում, որ դա ինչ որ մի ազդեցություն ունի իր ելույթները ինչ որ։ Մարդ ամեն մարդ իր կարծիքին է, ինքը ոնց գիտի, հենց էլ կընտրի։ Ոչ։ Իսկ երբ ղեկավարի համար Երկետի ղեկավարի արածը սրտիկ անում։ Ամեն ինչ թողած սրտիկներ են բաժանում։ Բացարձակ։ Դա մի հատ հասցեատեր ունի։ Թուրքիա, Ադրբեջան, Էրդողանի հետ երևի ներքին պայմանավորվածություն ունեն իրար սրտի։ Չնայած այնի չի ուղարկում, էսի անդադ ուղարկում, երևի մի բան ուզում է հասկացնել է։ Դա մարազմա իրականում։ Երկրի ղեկավարի կողմից նման պահելաձևը, նման գործելավոճը մարազմա։ Մի հատ երկրի ղեկավար ցույց տվեք, որ իրան այտենց է պահում։ Նոր տարուց հետո ծվածեղ անում, սրտիկ անում։ Դա երկրի ղեկավարին հարիր, պահելաձև, գործելավոճ չի։ Այս մարդը ուղղակի Հայաստանի ամենաուժեղ մանիպուլատորն է։ Ու գիտի ոնց անի, որ ուզում է հասարակ երևա, ուզում է, չգիտեմ, անմիջական երևա, ես էլ եմ ծվածեղ ուտում, ես էլ եմ, բայց սա ասել տենում ենք, որ այս մարդու կողմից ընդհանրապես դերասանական լավ խաղ է։ Ոնց որ եղել է, էլի լրագրող շրջանից մինչև այսօր ինքը այդ դերասանի կարգավիճակից դուրս չեկավ։ Այս քաղաքագիտության մեջ մի հատ տերմին կա, ծաղրացու լիդերներ են ասում։ Այս մարդը ծաղրացու լիդերն է, ով որ խաղում է մարդկանց զգացմունքների վրա ընդհանրապես։